Գերմանիայի ոստիկանությունը էական բացահայտում է կատարել խուզարկելով կործանված A320 ինքնաթիռի օդաչուի բնակարանը։ Գերմանական դատախազությունն այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռի ենթադրյալ հիմնական մեղավոր Անդրեաս Լյուբիցի բնակարանում հայտնաբերվել է պատռոտված բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն օդաչուն առողջական պատճառներով բացակայելու բժշկական թույլտվություն է ունեցել, ներառյալ աղետի օրվա թվականը։ Հաղորդագրությունում հիվանդության ախտորոշման մասին հիշատակում չկա։ Փոխարենը նշված է, որ օդաչուի տանը չի հայտնաբերվել ինքնասպանության մասին գրություն եւ ոչ էլ քաղաքական կամ կրոնական շարժառիթի մասին վկայություն։ Անդրեաս Լյուբիցը թաքցրել է իր հիվանդությունը գործատուներից եւ գործընկերներից։ Այս մասին հայտարարել է գերմանացի դատախազ Ռալֆ Հերենբրյուքը։ Միջազգային մամուլը փորձում է վերլուծել իրավիճակը, որում գտնվել է կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն։ Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ 2008-ից 2009 թվականներին Լյուբիցը 1.5 տարի գտնվել է հոգեբույժի վերահսկողության տակ խորընկճախտով պայմանավորված։ Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք թերթին են տրամադրել Գերմանիայի օդային տրանսպորտի վերահսկողության վարչությունից։ Հենց այդ ժամանակահատվածում ըստ պարբերականի Լյուբիցը դադարեցրել է ամառային դպրոցում իր մասնագիտական ուսումը։ Daily Mail-ն գրում է, որ օդաչուի ընկճախտի պատճառը կարող էր անձնական կյանքի անհաջողությունները լինել։ Թերթը պարզել է, որ աղետից առաջ օդաչուի ընկերուհին որոշել է ընդհատել իրենց սիրային հարաբերությունները։ Հետաքննության վարկածներից մեկը հենց այս հանգամանքի վրա է հիմնված։ Օդաչուն կարող էր հոգեբանական խնդիրներից դրդված միտումնավոր կործանել օդանավը։ Քննիչները ենթադրում են, որ German Wings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի մեղքով։ Նա մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հիմնական օդաչուն դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ եւ սկսել է իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը եւ 150 ուղևորների մահվան պատճառ է դարձել։ Սև արկղի ձայնագրությունների շնորհիվ պարզվել է նաեւ, որ երբ առաջին օդաչու մի քանի րոպեով դուրս է եկել խցից եւ վերադարձին դուռը ներսից կողպված է հայտնաբերել, երկար խնդրել է Լյուբիցին բացել դուռը։ Մինչ երկրորդ օդաչուն անհայտ պատճառներով իջեցնում էր օդանավը, անձնակազմի հրամանատարը կացինով փորձել է ջարդել զրահապատ դուռը, սակայն դա նրան չի հաջողվել։ Նաև նշում է գերմանական Bild-ը։ Ավիաընկերությունը, որին սպասարկել է A320 օդանավը, վստահեցնում է, որ Անդրեաս Լյուբիցը արհեստավարժ օդաչու էր։ Նրա հաշվին գրանցված էր 630 ժամ թռիչք։ Համեմատության համար նշվում է կործանված օդանավի հրամանատարի ժամերը՝ 6000 ժամ թռիչք։ Գործող կարգին համապատասխան Լյուբիցը պարբերաբար բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում հոգեբանի մոտ։ Շպիգելը տեղեկացնում է, որ նմանատիպ վերջին ստուգումներն այս տարվա հունվարին էր։ Արտառոց ոչինչ չկար։ Թերթի հետ զրույցում նշել էր Լյուբիցի գործատուն։